Հարգելի ֆուտզալասերներ, մենք կրկին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի YouTube-յան ալիքում ենք եւ շարունակում ենք հետևել ֆուտզալի Հայաստանի առաջնության play-off-ի կարևորագույն հանդիպումներին։ Քիչ առաջ ավարտվեց մեկ խաղ, Երևանը 3-0 հաշվով հաղթեց Սիևնին, դա play-off-ի կիսաեզրափակիչ այդ դիմակայության երկրորդ հանդիպումն էր, ու քանի որ Սիևնը մեկ շաբաթ առաջ հաղթել էր 9-3 եւ այսօր պարտվեց 0-3 հաշվով, այդ դիմակայության հաղթողը երրորդ խաղով է որոշվելու եւ կտեսնենք միայն երրորդ խաղի արդյունքում Երևանն է դուրս գալիս եզրափակիչ, թե այս անգամ Սիևն է։ Իսկ այժմ կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունն է Լոգիկոն Յունիսպորտ, այս թիմերի միջև առաջին խաղը հաղթել է Յունիսպորտը շատ վստահ հաշվով 8-0 եւ հիմա երկրորդ անգամ են ուժերը չափելու, եթե կարողանա Լոգիկոնը հաղթանակ տանել, այստեղ եւս կունենանք երրորդ հանդիպում, բայց եթե հաղթի ֆավորիտի կարգավիճակ ունեցող Յունիսպորտը, Յունիսպորտի ներկայացուցիչները պետք է սպասեն Երևանի եւ Սիևնի միջև երրորդ դիմակայությանը եւ հասկանան ում հետ են հանդիպելու Հայաստանի առաջնության եզրափակիչում։ Պաշտոնական հատված այս հանդիպման ընթացքի մեջ է, շուտով կունենանք նաև խաղի մեկնարկը, կարող ենք ծանոթանալ թիմերի կազմերին։ Լոգիկոն դարպասում Նարեկ Կիրակոսյան համար 1, առաջին քառյակը ունի հետևյալ տեսքը. թիմի ավագ Ռաֆայել Օհանյան համար 10, Հովհաննես Մկրտչյան համար 3, Գեղամ Մարտիրոսյան համար 8 եւ Էդգար Ժարիկով համար 13։ Փոխարինողներ մեր Հովսեփյան համար 2, Տիգրան Մելիքյան համար 15, Աշոտ Ազիզյան 88, Հովհաննես Պիչիկյան 77, Ալեքս Մանուչելյան 11, Աշոտ Սարգսյան 30, Վլադ Ավակյան 9, Նարեկ Վելիցյան համար 99 եւ Սամվել Հանիսյան համար 23 հանդիպումը մեկնարկեց, գլխավոր մարզիչը Վլադիմիր Մարկարյանն է Լոգիկոնի։ Յունիսպորտի առաջին վտանգավոր պահը դարպասապահ Նարեկ Կիրակոսյանը հետ է ուղարկում գնդակը։ Իսկ Յունիսպորտի դարպասում Էմի Ղարաբեկյանն է համար 2, առաջին քառյակը հետևյալ տեսքն ունի Համլետ Մանուկյան 3, Նարեկ Գալստյան 6, Էրբոլ Դոլոտով 5 եւ Միրանդ Արմեջյան 19։ Փոխարինողներ Արսեն Սամսոնյան համար 1, Բեկբոլոտ Ակմատալիև 72, Թիմի ավագ Գոր Սարգսյան 11, Էդվարդ Մկրտչյան 10, Սարգիս Մարկարյան 9, Դավիթ Խաչատրյան 66, Պուտրուս Վասիլև 88, Ռաֆիկ Մելիքյան 22 եւ Էդգար Մկրտչյան համար 8։ Գլխավոր մարզիչը Ալեքսանդր Դիբրինինն է։ Հանդիպման մրցավարը Արթուր Ամբարձումյանն է, նրան երկրորդ մրցավարը Քաջիկ Արզումանյանն է, երրորդ մրցավարը Ալեն Նազարյանն է, ժամանակաչափով Թորոս Ֆենդյան, տեսուչ Սերգեյ Թևանյան։ Այժմ հետևենք խաղի ընթացքին։ Այսօր Մամիկոն Դերմենջյանը չկա Յունիսպորտի հայտարարությունում։ Էդգար Ջզմաչյանը դուրս է մնացել Լոգիկոնի հայտարարությունից եւ մյուս խաղացողները կարծես թե կազմը պատրաստ են եւ իրենց թիմերի հայտարարությունում նախորդ հանդիպանը Յունիսպորտի հայտարարությունում էր Սարգիս Մարկարյանը, բայց դուրս չեկավ ասպարեզ որոշակի թեթև խնդիրներ ուներ եւ ռիսկի չեն գնացել մարզիչները։ Այսօր եւս Սարգիսը Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը Յունիսպորտի հայտարարությունում է, տեսնենք կխաղա այսօր թե ոչ, հանդիպման ընթացքը դա ցույց կտա։ Պրեսինգ Յունիսպորտի կողմից ընթացքի մեջ է երկրորդ րոպեն։ Շատ վստահ հաղթանակ տարավ մեկ շաբաթ առաջ Ալեքսանդր Դիբրինինի գլխավորած թիմը։ Այդտեղ Էդգար Մկրտչյանը բացեց հաշիվը, հետո մյուս թիմակիցներն աչքի ընկան։ Դուբլ գրանցեց Նարեկ Գալստյանը, դուբլ գրանցեց Պուտրուս Վասիլևը, մեկական գոլ խփեցին Համլետ Մանուկյանը, Սարգիս։ Ներողություն, ամենատու Սարգիս Մարկարյանը խաղացել էր նախորդ խաղում եւ գոլ խփել էր, ինչպես նաեւ Դավիթ Խաչատրյանն է աչքի ընկել մեկ շաբաթ առաջ կայացած խաղը։ Համլետ Մանուկյան, հարվածում է Մանուկյանը, Էդգար Ժարիկովը ընկալեց գնդակի ճանապարհին։ Իրան Դերմենջյան, իդեպ շատ գեղեցիկ գոլեր խփվեցին նաև այդ խաղում, հատկապես Դերմենջյանի գոլն էր տպավորիչ։ Թիկունքով ընդունեց գնդակը եւ կրեմկով անցկացրեց այն դարպասային գծից այն կողմ։
այդ խաղային օրվա եւ առասարակ մրցաշրջանի գեղեցիկ գոլերից մեկն էր, եւ Սարգիս Մարգարյանը միանգամից մտավ խաղի մեջ, ստացավ փոխանցում Համլետ Մանուկյանից, բայց չհասցրեց հարված կատարել։ Պետրոս Վասիլևն է այսօր առաջին անգամ դուրս գալիս խաղահրապարակ։ Ռաֆայել Օհանյան չանցավ Օհանյանի փոխանցումը։ Եզրից կշարունակի գրել լոգիկոնը։ Փորձ է ստանել մինչև գնդակը Հովհաննես Մկրտչյանը գրոհը չշարունակվեց, սակայն այս գրոհը նույնպես լոգիկոնին է։ Երկար փոխանցում առաջ Կիրակոսյանի կողմից Մանուկյան Ազիզյան գրոհի հերթը Յունիսպորտինն է, թիմի ավագ Գոր Սարգսյանն է մտել խաղի մեջ, Սարգիս Մարգարյան, կրկին Սարգսյանի հետ է խաղում։ Վասիլև Էդվարդ Մկրտչյան Վասիլևը փոխանցման է սպասում, Սարգսյանը ստացավ ձախ եզրում և անկյունային է վաստակը Յունիսպորտի ավագը Սարգիս Մարգարյան չստացվեց համագործակցությունը Ալեքս Մանուչարյանն է գնդակով միացավ Հովհաննես Մկրտչյանը փոխանցում ձախ եզր հակագրոհ են բաստոնում լոգիկոնի խաղացողները հեռացրեց գնդակը Վլադ Ավակյանը 19 համարյա ազգեստով խաղի մեջ է նաև Տիգրան Մելիքյանը լոգիկոնի կազմում նաև առաջին անգամ է այսօր խաղաժամանակ ստացել 4 վայրկյանից ավելի պահեց գնդակը դարպասապահ Ղարաբեկյանսը լոգիկոնը եզրից շարունակել ուժեղ էր անցնում է Էդվարդ Մկրտչյանի համար Մարգարյան, Էմիլ Ղարաբեկյանս, թողնում է Սարգիս Մարգարյանին, Էդվարդ Մկրտչյան, դատարապահ Մկրտչյանը, Սարգսյանը ձախ եզրում, ազատ է ստանում է փոխանցում Սարգիս Մարգարյանից, Գոր Սարգսյան, Վասիլև, Մարգարյան, և կրկին ստացվեց պահել գնդակը Յունիսպորտի խաղացողների մոտ, Կիրակոսյան երկար փոխանցում Ալեքս Մանուչարյանի ուղղությամբ Մանուչարյանը չկարողացավ իջեցնել գնդակը Մկրտչյան օդային պայքար Հովհաննես Մկրտչյան Ավակյան, լավն էր փոխանցումը դարպասապահի կողմից մի փոքր ուժեղ էր Ավակյանը շնորհակալություն է հայտնում դարպասապահ Նարեկ Կիրակոսյանին կատարած փոխանցման համար Սարգսյան փորձեցին արագ խաղարկել
Լևիտոնի ֆուտզալիստները մտահղացումը վատը չէր, բայց Սահակյանի փոխանցումը աստորեն ուժեղ ստացվեց Ալեքս Մանուչարյանի համար։ Չկան առայժմ վտանգավոր հարվածներ։ Վասիլև, Պուտրուս Վասիլև, և գոլային հնարավորություն Սարգսյան մեքսերը։ Գոր Սարգսյանը պաստորոն այս հանդիպման առաջին գոլը բաց ֆուտզալիստն է։ Շիրը բացում է Յունիսպորտը, վարկյաններ առաջ Վասիլևը։ Լավ շանս ուներ։ Միրան Դերմենջյան, Էրբոլ Դոլոտով, Նարեկ Գալստյան, Հաբլետ Մանուկյան, այս քարյակն է հիմա աշխատում Յունիսպորտի կազմում։ Դոլոտով, Դերմենջյան, գեղեցիկ էր համագործակցությունը, Հաբլետ Մանուկյանի արվածը բարձր է ստացվում։ Դոլոտով Գևան Մարտիրոսյանը մտավ պայքարի մեջ, խախտում։ Սա առաջին խախտումն է այս հանդիպման և նաև դեղին կարդ Էրբոլ Դոլոտովի։ Գևան Մարտիրոսյանը վաստակեց տուգանային արված։ Հենց Մարտիրոսյանն էլ գնդակի մոտ է, աստենք ինչպես են խաղարկելու։ Մարտիրոսյան հարվածում է մի Ղարաբեկյանս, այնտեղ անդրադարձ էլ եղավ, բայց Ղարաբեկյանսը ֆիքսեց գնդակը Յունիսպորտն է գրոհում Դերմենջյանի փոխանցումը չանցավ։ Մանուկյան, Միրան Դերմենջյան։ Հակադարձ եզրե ուղարկում Էրբոլ Դոլոտով, այսօր ևս մեկ բոլոտ Ակմատալիևը մնացել է պայստայիների նստարանի Յունիսպորտի կազմում։ Նախորդ խաղում կարծես թե բոլոր դարպասապայիններն է շանս ստացան Յունիսպորտում։ Սկսեց Ղարաբեկյանսը, հետո խաղի մեջ մտավ Ակմատալիևը, հետո նաև Արսեն Սամսոնյանը։ Եվս մեկ վտանգավոր արված Էրբոլ Դոլոտովի կողմից Նարեկ Կիրակոսյանը գնդակը հանում է անկյունային։ Բարձրից փոխանցում Դերմենջյանի ուղղությամբ, հետ է ուղարկում Միրանը։ Դոլոտով, Էրբոլ Դոլոտով, Հաբլետ Մանուկյան։ Դերմենջյան։ Ուժեղ է Միրան Դերմենջյանի արվածը, սակայն շեղով բարձր է ընդհանում գնդակը, առայժմ մեկ գոլ։ Բայց նախորդ խաղում է, այդպես էր։ Առաջին գոլը պանոմատաբար հեշտ գնաց Յունիսպորտի համար, հետո որոշակի դադար, որից հետո շատ ավելի արագ մեկը մյուսի հետևից խփեցին գոլերը, ու այդ առումով չորտողների նմանություն կա սցենարային առումով։ Միրան Դերմենջյան։ Ախտում չկար Գալստյանի հետ պայքարում։ Փոխանցում առաջ ու Էմի Ղարաբեկյանսը կսկսի Յունիսպորտի նոր գրոհը։
Ժարիկով այս անգամ էլ չգտավ շարունակություն գրողը Գալստյան Դոլոտով ամբողջ կազմով պաշտպանվում է լոգիկոն Համլետ Մանուկյան Ազիզյանն է փակում գնդակի ճանապարհը Եվս մեկ հետ փոխած է Մանուկյանի կողմից խաղարկումը լավն էր Դերմենջյանի հարվածը եվս, բայց բարձր է ընթանում գնդակը։ Ղարաբեկյանցի դարպասին մեկ հարված ենք տեսել, մեկ վտանգավոր պահ կարելի է հիշել։ Սպորտը աստիճանաբար ավելի շատ պահեր է ստեղծում։ Դերմենջյան և Գալստյանը անպաշտպան դարպասը չկարողացավ գրավել, Գեղամ Մարտիրոսյանը խանգարեց Գալստյանին հարվածի ժամանակ։ Գեղամ Մարտիրոսյան Գալստյան խլեց գնդակը առաջ է շարժվում Էրբոլ Դոլոտով Դերմենջյան Մանուկյան կետրոնով էր արված է Նարեկ Կիրակոսյանը լավ արձագանքեց, հեռացված է ևս մեկ գրող բայց Յունիսպորտը ճնշում է աստիճանաբար ավելի ահագնանում 9-րդ դրոպ են քիչ անց կսպարվի 1-0 խաղով էլ ունի առավելություն Ալեքսանդր Դիբրևյանի գլխավորած թիմը ևս մեկ հարված Գալստյանի կողմից ու կրկին Կիրակոսյան Ղարաբեկյանց Գոր Սարգսյան Չասավ Սարգսյանը առաջին կեսի առաջին հատվածը շուտով կավարտվի Սարգսյան ինչ դիրքից չկարողացավ գրավել Սալցի դարպասը կարող է դուբլ գրանցել Յունիսպորտի ավակը բարձր է հարվածում Գոր Սարգսյան Վարդ Մկրտչյան պրեսին Թիմալոգիկոնի կողմից գնաց մինչև վերջ Վլադավակյանը համառություն Աբեն դեպքում Ղարաբեկյանցը ազատվեց գնդակից Էդվարդ Մկրտչյան հեռավոր անկյունը փորձեց գրավել Խաղի մեջ է նաև Էդգար Մկրտչյանը հենց նա նախորդ հանդիպման առաջին գոլը խփեց, այսօր առաջին անգամ է Էդգարը մտել խաղի մեջ
Պետրոս Վասիլև բացվում է Էդգար Մկրտչյանը, ռեժը մեկ խաղթում այս խաղում և դա Յունիսպորտի ֆուտզալիստը Դոլոտովի խաղթումն էր, տանու առնանք շատ կորեկտ պայքար է, անընդհատ գրողներ, շարվածի փորձեր, Հովհաննես Պիչիկյանն է խաղի մեջ մտել, Լոգիկոնի կազմում, Անդակար փորձեր Յունիսպորտի ֆուտզալիստների կողմից Սարգսյան ու կրկին հարվածը շեղը ստացվում։ Մկրտչյան Եվս մեկ հարված Էդգար Ժարիկովը այս անգամ Պետրոս Վասիլևի հարվածի ճանապարհին կանգնեց և եզրից գրոհելու է Յունիսպորտը։ Հնգած Էդգար Մկրտչյանի կողմից Կիրակոսյանն է գնդակը հեռացնում։ Սարգսյան, անդրադարձ, բայց այս անգամ անկյունային չեն վաստակում Յունիսպորտի խաղացողները փոխարեն են նոր դիրքային գրոհի մեկնարկ Էդգար Մկրտչյան, Էդվարդ Մկրտչյան։ Մկրտչյանները համագործակցեցին և այսինքն Պետրոս Վասիլևն չստացվեց գնդակ հասցնել Լոգիկոնի կազմում։ Աշոտ Սարգսյանն է մտել խաղի մեջ։ Ժարիկով Սարգսյան, Մկրտչյան, Մարտիրոսյան քառյակն է աշխատում, Սարգսյանը հեռացնում է գնդակը, բրավո Մեգարոբեկյանսին և նա գոհ է կատարած աշխատանքից լավ հնարավորություն է Լոգիկոնի համար։ Հաշիվը հավաստարեցնելու դարպասապահը չեզոքացրեց վտանգը Մկրտչյան Միլան Դերմեջյանն է վերադարձել խաղի մեջ, Շիմոնյանը է գնդակով, Վասիլև, Դերմեջյան, թույլ չտվեցին հարվածել, Մկրտչյան, Պետրոս Վասիլև, Վասիլև շատ գեղեցիկ էր, Միլան Դերմեջյան կրկին Վասիլև և արդյունքում չկա հարված։ Մանուկյան, Հացում ձախ Միլան Դերմեջյանին աստիճանաբար առաջին կեսը մոտենում է ավարտին ամենաշատ հարվածները, թերևս
Արեգ Գալստյանը կատարել, բայց նրա այս հարվածն էլ շեղ էր և հիմա րոպեական դադար։ Ավարտվում է րոպեական դադարը 6 րոպե 46 վայրկյան Լոգիկոն Յունիսպորտ հանդիպման առաջին կեսի ավարտին գնդակը հեռանում է Համլետ Մանուկյանից և անկյունային է վաստակում Լոգիկոնը Չասավ Հարաբեկյանսը ևս մեկ ստանդարտ որը Լոգիկոն է խաղացողներն են իրացնելու Լադավակյանն է գնդակի մոտ Դարմեջան գրավ է խաղացում իրան Դարմեջանը հետ փոխացում Մերբոլ Դոլոտով Համլետ Մանուկյան Եվս մեկ ուշկու արված Միրան Դերմեջանի կողմից Գալստյան անդադար արվածներ են հանգստանալու հնարավորություն ուղղակի չունեն Արեգ Կիրակոսյանը չունեն նաև Լոգիկոնի մյուս խաղացողները որոնք հիմնականում առանց գնդակի աշխատանք են տանում, պաշտպանվում են ուժեղ պատմություն ստացվեց Գալստյանի համար Համլետ Մանուկյան Հավաքյան Էրբոլ Դոլոտով անդրադարձ անկյունային Գալստյանը միտումնավոր թողեց որպեսզի առանցագնդակը ստանդարտի խաղացման տարբերակն ավելի նախընտրելի է Յունիսպորտի համար Դոլոտով 2-0 Էրբոլ Դոլոտովն է աչքի ընկնում և երկար տանջանքից հետո իսկ Յունիսպորտը ևս տանջվում էր այդքան փորձ էր ձեռնարկելով ստացվում է հաջողության հասնել 2-0 Լադավակյան Մանուկյանից է հեռացել գնդակը Խափանեց մրցակցի գրոհը թույլ չտվեց հարված կատարել Համլետ Մանուկյան հակագրոհում է Յունիսպորտը Մանուկյան
ավելի փափուկ ընդունելու դեպքում Գալստյանը եւս մեկ հարվածի հնարավորություն կունենար Դոլոտով Դերմենջյան եւ լավ կրվեց կրկին Վլադ Ավակյանը, բայց այդ դեպքում հեռացավ գնդակը խաղահրապարակի սահմաններից Դերմենջյան Դոլոտով Բախում չկա էր, որ Դոլոտովի կողմից ամենայն դեպս լոգիկոնի խաղացողը դեռ պարկած է Վլադ Ավակյանի մասին է խոսքը ամենայն դեպս լավ է լուրջ խնդիր չկա Ավակյանը կշարունակի հանդիպումը Դոլոտով Գեղեցիկ խաղարկում էր Դերմենջյան 3-0 Իրան Դերմենջյանը հրաշալի աշխատեց եւ գոլը ամեն դեպքում կարծես նա Գալստյանի անվան դիմաց է 3-0 էլ ավելի հարմարավետ առավելությամբ է շարունակում խաղը Յունիսպորտը Խաղարկումը չի ստացվում Մկրտչյանի և թիմի ավակի Հովանյանի միջև Մկրտչյան կենտրոն Վասիլև ինչ դուրքից չխփեց Պետրոս Վասիլևը խաղարկումը կրկին լավն է այնտեղ փաստորեն անդրադարձ է եղել դարպասապահ Արեգ Կիրակոսյանը փրկել է իրավիճակը Պետրոս Վասիլև Մարկարյան Դարպասաձողին է արվեցում Պետրոսը անդրադարձ այս անգամ չի եղել դարպասապան Արեգ Կիրակոսյանից և գնդակը լոգիկոնին է վտանգավոր խաղ Օհանյանի կողմից Սարգիս Մարկարյան Մկրտչյան Գեղամ Մարտիրոսյանը և Հովանես Մկրտչյանն էին փակել մրցացի խաղացողին և չէր կարող ստացվել խաղարկում նորակ համագործակցություն Էդգար Մկրտչյան շատ են Մկրտչյանները ասպարեզում Էդգարը Էդուարդը Յունիսպորտի կազմում Հովանես Մկրտչյանը լոգիկոնի կազմում է խաղում Պետրոս Վասիլև Մարկարյան ձեռքով խաղ են պահանջում հիմա Յունիսպորտի խաղացողները, բայց մրցավարը չի նկատեց նման բան ու դրվագն անցյալում է Էդգար Մկրտչյան խաղթում սա երկրորդ խաղթումն է այս խաղում և առաջինը լոգիկոնի կողմից նաև դեղին քարտ է ստանում Հովանես Մկրտչյանը
Գնդակի մոտ Էդգար Մկրտչյանն է։ Այ մարդն կարելի է խաղարկել։ Էդգար Մկրտչյան փոխանցում Մարգարյանին, շատ լավ մտահղացում էր եռակայլ կոմբինացիա Վասիլևի հարվածի ժամանակ կրկին մրցակիցը փակել էր գնդակի ճանապարհը եւ եւս մեկ անկյունային, որը խաղարկելու է Սարգիս Մարգարյանը։ Ցածրից փոխանցում այս անգամ պետք է կրկնել անկյունայինը, երկրորդ անընդմեջ անկյունային այս դրվագում, ճիշտ։ Գեղեցիկ է, շատ գեղեցիկ խաղարկում էր Էդգար Մկրտչյանը, խփում է այս հանդիպման 4-րդ եւ իր համար առաջին գոլը։ Լոգիկոն Յունիսպորտ 0-4 եւ 2 րոպե 57 վայրկյան է մնում առաջին կեսի ավարտին։ Մարգարյան գեղեցիկ է, կրկվեց Լոգիկոնը բաստողաց 5-րդ գոլից։ Մկրտչյան չստացվեց, այս անգամ հնարամիտ խաղարկումը չստացվեց, Մարգարյանը չգնաց։ Կարաբեկյանս, Էդգար Մկրտչյան, կենտրոն Մկրտչյան, հեռացնում է գնդակը Նարեկ Կիրակոսյանը։ Եվ րոպեական դադար։ Ավարտվում է րոպեական դադարը եւ այ հիմա արդեն ավարտվեց եւ 1 րոպե 55 վայրկյան ու կավարտվի Լոգիկոն Յունիսպորտ պատասխան հանդիպման առաջին կեսը։ Մարգարյան, Էդգար Մկրտչյան 5-րդն է ուղարկում Էդգար Մկրտչյանը մրցակցի դարպասը եւ այսօրվա հանդիպման առաջին խաղացողը, որը դուբլ է ձևակել, շատ լավ հարվածեց, շատ լավ եզրափակեց։ Վելիցյանն է մտել խաղի մեջ, Լոգիկոնի կազմում Սարգսյանը, Վելիցյանը, Ալեքս Մանուչարյանը, Վելա Դավաքյանը, այս կառույցով է խաղում հիմա Լոգիկոնը, Վլադիմիր
Մարկարյանի կողորած թիմը Համլետ Մանուկյան Սարգսյան իջեցնում է գնդակը Համլետ Մանուկյանը այն հիմա լոգիկոնին է նոր գրոյի փորձ հաշիվը կրճատելու համար կտեսնենք լոգիկոնի կողմից Ալեքս Մանուչարյանն է գնդակի մոտ Սարգսյանը մոտակայքում է և ստանում է գնդակը Ալեքս Մանուչարյան թեթև են խաղում, շատ թեթև են խաղում Յունիսպորտի ֆուտզալիստները Ներկե կարգերի տարբերությունը թիմային բավականին բարձր է բավականին մեծ է և բարձր է Յունիսպորտի խաղամակարդակը ու արժանի պետք է մատուցել ապախանելիչից լոգիկոնին առանձին դրվագներում լավ են կռվում փորձում են հնարավորինս խնդիրներ ստեղծել ամեն դեպքում հիմա բաց թողեց 6-րդը լոգիկոնը և դուբլ է գնացում նաև Էրբոլ Դոլոտովը Վլադավակյան Սարգսյան խնդրեմ և լոգիկոնի գոլ է այս խաղում շիվը դառնում է 1-6 Աշոտ Սարգսյանն է աչքի ընկնում Թուլացնի թիկունքում կենտրոնացվածությունը Յունիսպորտի խաղացողները շատ արագ ընդունեցին գոլը 6-րդը խփելուց հետո Դերմենջյան Էրբոլ Դոլոտով Չկա խաղթում բայց գնդակով Յունիսպորտն է Նարեկ Գալստյան և հաշիվը դառնում է 7-1 Քոն արագ մեկը մյուսի հետևից աչքի են ընկնում գոլերով հիմա երկու թիմերի խաղացողները Նարեկ Գալստյանն էլ դուբլ է ձևակերպում ինչպես և Մկրտչյանը և Դոլոտովը այս հանդիպան հաշիվը բացեց Գոր Սարգսյանը որից հետո մյուս 3 թիմակիցները դուբլ են ձևակերպել Գորի ակտիվում դեռ 1 գոլ կա նա հիմա հրապարակում չէ Եվ վերջ ավարտվում է առաջին կեսը Յունիսպորտը հաղթում է 7-1 հաշվով մենք էլ հանգստանանք վերադառնանք րոպեներ անց
Հարգելի հեռուստադիտողներ, Հարգելի ֆուտզալասերներ, մենք կրկին ֆաստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի YouTube-յան ալիքում ենք եւ շարունակում ենք հետևել ֆուտզալի Հայաստանի առաջնության ընթացքից սա Լոգիկոն Յունիսպորտ հանդիպման երկրորդ խաղակեսն է եւ դիմակայության պատասխան խաղում եւս Յունիսպորտը հաղթում է առաջին կեսից հետո մեկ շաբաթ առաջ հաղթել էր 8-0 հաշվով, այսօր առաջին կեսից հետո հաղթում է 7-1 հաշվով Ալեքսանդր Դիբրևնինի գլխավորած թիմը դուբլ են գրանցել Նարեկ Գալստյանը, Էրբոլ Դոլոտովը, Էդգար Մկրտչյանը, իսկ մինչև նրանց դուբլը առաջին գոլը այս խաղի խփեց Գոռ Սարգսյանը, միակ գոլը Լոգիկոնի առաջին կեսում խփել է Աշոտ Սարգսյանը եւ հետեւում ենք հիմա երկրորդ խաղակեսի մեկնարկին Լոգիկոնի կազմում առաջին անգամ այսօր խաղի մեջ է Սամվել Հանիսյանը 23 համարի համազգեստով Յունիսպորտի դարպաս վերադարձավ Բեկբոլո Տակմատալիևը նա փոխարինեց Էմի Ղարաբեկյանցին այսօր Լոգիկոնի դարպասն Նարեկ Տիրակոսյանն է պաշտպանում հիմնական դարպասապահ Մայր Ավսեթյանը կա հայտարարություն, բայց խաղահարապարակ այսօր դուրս չի եկել Յունիսպորտն է գրում Սարգիս Մարգարյանը գնդակով է Սարգսյան, Մարգարյան, Էդգար Մկրտչյան, Պետրոս Վասիլև քարյակն է աշխատում Յունիսպորտի կազմում
Մարգարյան Սարգսյան եւ գնդակը դարպասում է, խնդրեմ, հանդիպման հաշիվը բացող ֆուտզալիստը Գոր Սարգսյանը եւս դուբլ է ձևակերպում 4 խաղացող է այսօր Յունիսպորտի կազմում աչքի ընկել գոլով եւ դրանցից յուրաքանչյուրը իր ակտիվում արդեն 2 գոլ ունի Ութմեկ Եվ պրեսինգ Յունիսպորտի կողմից Վասիլև, շեղե արվածում Վասիլև անդրադարձ եղել է և գնդակը Յունիսպորտինն է շատ քիչ էին խաղաղտումների դեպ առաջին կեսում երկու թիմերի կողմից էլ եթե չեմ սխալվում մեկական թիմային խաղաղտում ունեին առաջին կեսում Կրչյան կրկին անկյունային Գոր Սարգսյանն է փոխանցել Ռաֆայել Օհանյանն է գնդակի մոտ, Լոգիկոնի ավակը, Անիսյան, Սարգսյան, Էդգար Մկրտչյան, խլում է նրանից, մրցակցի խաղացողները Գեղամ Արտիրոսյան և բեկբոլոտ Ակմատ Ալիևն է գնդակով առաջարժվում, Էդգար Մկրտչյան, հերթական սեյվը, դարպասապա Նարեկ Կիրակոսյանի Մկրտչյան Վասիլև խլում է Հովանես Մկրտչյանը արված հեռվից և բարձր է ստացվում Լոգիկոնի խաղացողի կատարած արվածը Ներբոլ Դոլոտով ուժեր Պետրոս Վասիլևի կատարած արվածը հերթական անգամ երկրորդ կեսի մեկնարկում Պետրոսի արվածները այդքան էլ լավ չեն ստացվում Դերմեջյանն է վերադառնում խաղի մեջ և առաջին անգամ ասպարեզում է նաև Դավիթ Խաչատրյանը նախորդ խաղի ամենավերջում Խաչատրյանը դուրս եկավ ասպարեզու նաև աչքի ընկավ գոլով այսօր առաջին անգամ ենք նրան տեսնում գործի մեջ բոլորը խաղաժամանակ ստացել են այսօր Յունիսպորտի կազմում բացառությամբ Ռաֆիկ Մելիքյանի և Արսեն Սամսոնյանի մյուս դարպասապայ Լոգիկոնի կազմում միայն Մերով Սեպյանը չի խաղացել ես բոլորը եղել են հարապարակում արվածում է հիմա Դավիթ Խաչատրյանը թույլ էր արվածը և ընդունեց դարպասապա Նարեկ Կիրակոսյանը Վելիցյան Խոլովի Ավակյան Վասիլև, 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 Վասիլև,
Գնաց Դոլոտովը ստացավ Դերմենջյանի փոխանցումը Էրբոլ Դոլոտով եւ չհասկացան միմյանց Խաչատրյանը եւ Դոլոտովը Գավոր է Վելիցյան եւ փակում է Իրան Դերմենջյանը բաց թողում էր Ակմատ Ալիևի Դերմենջյանը օգնության ասավ թիմակցին Ասկնդակի ճանապարհին էլ կանգնում է Իրան Դերմենջյանը եւ անկյունային է վաստակում լոգիկոնը Ինչ է մտածել Վլադավակյանը, Ալեքս Կիրակոսյան Մելիքյան Վլադավակյան անդրադարձ ու ևս մեկ անկյունային Այև ակտիվ հատված լոգիկոնի Բնականը արդեն կասկած չի արուցում այն անգամանքը, որ Յունիսպորտը լինելու է եզրափակիչում, բայց մրցակցի անունը կիմանանք ավելի ուշ, քանի որ այսօր երկրորդ խաղում Երևանը հաղթեց Սիևնին, ի տարբերություն առաջինի, որտեղ Սիևնը առավելության է դասել ու այդ թիմերի միջև երրորդ խաղում կորոշվի եզրափակիչի մյուս մասնակցի անունը Մանուչարյան Այդ փոխանցում Ալեքս Մանուչարյանի կողմից Նարեկ Կիրակոսյան What տարբերակ չէր ընտրել Մելիքյանը, բայց Ակմատ Ալիևը թույլ չտվեց արվածը Ալեքս Մանուչարյանի Նարեկ Գալստյան Գնաց պատխաղարկումը չի հասնում գնդակին Նարեկ Գալստյանը Վլադավակյանը վերցնում է գնդակը եզրից խաղարկելու է Յունիսպորտը Մելիքյան Ավակյան լավն էր գրոհը հասցրին վերադառնալ Դարկասյանի գոտի Յունիսպորտի խաղացողները Գալստյանը հեռացրեց անկյունային այն խաղարկված է արդեն Ալեքս Մանուչարյան Վելիցյանն է արվածում եւ մեկ բոլոտ Ակմատ Ալիև Այստեղ Նարեկ Գալստյանից առեցավ գնդակը փոփոխություններ են տեղի ունենում Լոգիկոնի կազմում Էդգար Ժարիկով, Գեղամ Մարտիրոսյան, Ռաֆայել Օհանյան եւ միակ գոլը խփած Աշոտ Սարգսյան այս քառյակն է աշխատում հիմա Մկրտչյանը եւ Մարգարյանը մտան խաղի մեջ Յունիսպորտի կազմում Էդգար Ժարիկով Սարգսյան Էդուարդ Մկրտչյանը եւ Գոր Սարգսյանը նույնպես հիմա ասպարեզում է Յունիսպորտի կազմում այսօր մի քանի Մասնավորապես 4 խաղացողի կողմից դուբլ ունենք, հետրիկ առայժմ չկա եւ դուբլ գրանցած խաղացողներից երկուսը ասպարեզում են Սարգիս Մարգարյանը եւ Էդուարդ Մկրտչյանը դեռ գոլեր չունեն իսկ Էդգար Մկրտչյանը եւ Գոր Սարգսյանը երկուական անգամ աչքի են ընկել Հանգստանում են Էրբոլ Դոլոտովը և Նարեկ Գալստյանը Սարգիս Մարգարյան
Մարկարյան փոխանցում ձախ չանցավ փոխանցումը հակագրող Լոգիկոնի կողմից Գեղամ Մարտիրոսյան եզրից է շարունակելու Լոգիկոնը Սարգսյան Մարկարյան դուրս է եկել դարպասից ու կարողացավ խանգարել մրցակցին Էդգար Ժարիկով չի անցնում փոխանցումը մյուս Էդգարը Մկրտչյանը խափանեց մրցակցի հակագրողը Ռաֆայել Օհանյան փոխանցումը լավն էր Ժարիկով չի ստացվում Էդգար Ժարիկովի հարվածը Սարգսյան Մկրտչյան, աջ, Սարգիս Մարկարյան Ակմատալիևն է մրցակցի կիսադաշտում բեգբոլոտ Ակմատալիև ինչ գոլ է լինելու երկու դարպասաձողերի նպեց գնդակը և հիմա տեսնում եք Լոգիկոնի գոլը շատ գեղեցիկ դրվագ է, դուբլ է ձևակերպում նաև Աշոտ Սարգսյանը։ Լոգիկոնի գոլերը այսօր հետում է միայն Սարգսյանը, չես մեղադրի, բեգբոլոտ Ակմատալիևին, ընդամենը ակնթարթները առաջնա կարող էր գոլ խփել, այն էլ ինչ գոլ, բայց օգտվեց Աշոտ Սարգսյանը և անցկացրեց գնդակը անպաշտպան։ Դարպասը Մարկարյան ուժեղ փոխանցում ստացվեց Էդվարդ Մկրտչյանի համար Մարտիրոսյան, Ռաֆայել Օհանյան, Ժարիկով Կոմբինացիան լավն էր, բայց Ժարիկովի հարվածը շեղ ստացվեց։ Գոլ Սարգսյան Մկրտչյան Կրկին գիրով Գոր Սարգսյան մեկ փաստորեն երկրորդ կեսում Գոր Սարգսյանը և Աշոտ Սարգսյանն են աչքի ընկել Մկրտչյան, Սարգսյան Գեղամ Մարտիրոսյանը թույլ չտվեց հասցնել նպատակին հարվածը Աշոտ Սարգսյան Արագ փոխանակվեցին գրոներով և Յունիսպորտի կազմում առաջին անգամ այսօր խաղի մեջ է երրորդ դարպասապահը Արսեն Սամսոնյանը Համլետ Մանուկյանն էլ Տևական դադարից հետո կրկին
Հարապարակում է Մկրտչյան կենտրոն Մարկարյան և Սարգիս Մարկարյանի գոլը 7 գնդակի առավելությունը վերականգնում է Յունիսպորտը 9-2 Դերմենջյան, Ամլետ Մանուկյան, Դոլոտով և Դավիթ Խաչատրյան այսպիսի քառյակով է շարունակում խաղը Յունիսպորտը Թիկունքում էլ դարպասապ Արսեն Սամսոնյանն է Պիչիկյանը չկարողացավ պահել գնդակը խաղի մեջ Դոլոտով Դերմենջյան գնաց առաջ Դոլոտովը թողնում է Խաչատրյանին Դավիթ Խաչատրյան Դոլոտով բայց գնդակը Ամլետ Մանուկյանը Արսեն Սամսոնյան Հովանես Պիչիկյան Կրկին Դոլոտով Դավիթ Խաչատրյան Դոլոտով դարպասաձողին է հարվածում Էրբոլ Դոլոտովը Մանուկյան Գեղեցիկ է Ամլետ Մանուկյանն է աչքի ընկնում գոլով 10-րդ գոլը Յունիսպորտի 10-2 Նոկուտ Ալեքսանդր Դիբրիվնինի գլխավորած թիմի Մարտիրոսյան Դոլոտով Խաչատրյան, Դերմենջյան ձեռքով խաղ և 6 մետրանոց է վաստակում Յունիսպորտը Եվս մեկ լավ հնարավորություն մեծացնելու առավելությունը չնայած այսպես թե այնպես այդ առավելությունը մեծ է Դերմենջյանն է գնդակով այսօր գոլ չի խփել Կարելի է արվածել Դերմենջյան և Հուշկո արվածով 11-րդն է խփում և իր առաջին գոլը այսօրվա խաղում Տասնը մեկ երկու Մանուկյան
Դոլոտով լավ հնարավորություն է անկյունային հեռացնում է գնդակը Նարեկ Կիրակոսյանը Մանուկյան ձեռքով խաղ, բայց ծավալարեց սավանաբար համարժեք չէր խաղթում արձանագրելուն Սամսոնյանն է գնդակով Դերմենջյան ազատ էր հակադարձ եզրում Դոլոտովը կրկին Դերմենջյան Մանուկյան չստացվեց Համլետ Մանուկյանի արվածը 7 տարբեր խաղացողներ այսօր աչքի են ընկել Յունիսպորտի կազմում Դարպասապաներին եթե չհաշվենք միայն Էդվարդ Մկրտչյանը, Դավիթ Խաչատրյանը, Պուտրուս Վասիլևը աչքի չեն ընկել և Ռաֆիկ Մելիքյանը, որն ուղղակի չի էլ խաղացել։ Հիմա Պուտրուս Վասիլևը ասպարեզում է։ Խաչատրյանը ևս Վասիլև Պուտրուս Վասիլև Հակագրոլոգիկոնի կատարման Բազիզյան երրորդն է խփում Լոգիկոնը և Աշոտ Ազիզյանն է կրճատում հաշվի տարբերությունը 3-11 Հանիսյանը մտավ խաղի մեջ Անես Մկրտչյան, Ռաֆայել Օհանյան և Էդուարդ Մկրտչյանն էլ մտել է խաղի մեջ Յունիսպորտի կազմում Մկրտչյան խորում է նրանից Հովանես Մկրտչյանը Մկրտչյան ձախ Ռաֆայել Օհանյան Կրկեց Սամսոնյանը Ազիզյան Ակագրո արդեն Յունիսպորտի կողմից Գոր Սարգսյան Գեղեցիկ է խաղում Հովանես Մկրտչյանը Շատ գեղեցիկ դրվագ էր բայց արվածը շոր է Էդվարդ Մկրտչյան Վերջին 5 րոպեները մեկնարկեցին այս հանդիպման Գոր Սարգսյան կենտրոնով առաջ Պուտրուս Վասիլև բարկած դիրքից արվածեց Վասիլևը անդրադարձ չի եղել գնդակը լոգիկոնինն է Աշոտ Ազիզյան չի անցնում փոխանցումը ևս մեկ հակագրով Վասիլև դադարպայեց Միտումնավոր այս դատարապայեց Պուտրուսը Սարգսյանը բարձր արված են Վասիլևի փոխանցումից հետո Երևանը Սիևնին այսօր նախ այստեղ Գոր Սարգսյանը աչքի ընկնում գոլով Գոր Սարգսյանը առաջին խաղացողն է այսօր որը հետրիկ է գրանցում իսկ սա 12-րդ գոլն է Յունիսպորտի այսօրվա խաղում իսկ Երևանը Սիևնին ոչ թե 3 այլ 4-1 հաշվով էր հաղթել ոչ թե 3-0 քանի որ խաղավերջում Սիևնը մեկ գոլ խփեց Արմեն Դավիդյանն աչքի ընկավ
Ամեն դեպքում 3 գնդակի առավելությամբ հաղթել է Երևանը ու այդ դիմակայության 3-րդ խաղ ենք ունենալու։ Հեռացավ գնդակը խաղահրապարակի սահմաններից, Սամսոնյանն է սկսում Յունիսպորտի գրոհը, Սարգիս Մարգարյան։ Վասիլև խաղթում Մկրտչյանն է խաղթել կանոնները Մկրտչյանն ու Բուտռոս Վասիլևն են այստեղ տեսնենք ով է հարվածելու Մկրտչյան, Վասիլև ևս մեկ հարված Մկրտչյան ու դարպասաձողից անդրադարձ պարկումը լավն էր, վտանգ կար վերադառնում է խաղի մեջ Համլետ Մանուկյանը Ռաֆայել Օհանյանը կարող էր 4-րդը խփել Լոգիկոնի համար դարպասաձող դարպասաձողին այնտեղ եղել էր նաև անդրադարձ ու Լոգիկոնը շարունակում է գրոհել Ժարիկովն է վերադարձել խաղի մեջ Ժարիկովի հարվածը շեղ է Շուտ Սարգսյան Շատ լավն էր ընթացքից հարվածը Հովհաննես Մկրտչյանի մի փոքր բարձր է ստացվում Մանուկյան չկա խաղթում մաքուր է խաղացել Աշոտ Սարգսյանը Գնդակ էր խաղացել Լոգիկոնի ֆուտզալիստը Ժարիկով պահում է Էդգար Ժարիկովը այդ փոխանցում թիմի ավագին Ռաֆայել Օհանյան Մկրտչյան Պատ խաղարկում գնդակը դեռ խաղի մեջ է բայց ոչ Լոգիկոնի մոտ Մանուկյան Չստացվեց համագործակցությունը Լոգիկոնը փորձի շարժվել առաջ եւ ևս մեկ գնդակով կրճատել հաշվի տարբերությունը Մելիքյան, Վելիցյան, Ավակյան, Ալեքս Մանուչարյան այս խաղացողները մտան խաղի մեջ Ավակյան եւ ուներ այդ հնարավորությունը Լոգիկոնը կրկին գոլ խփելու, բայց Վելիցյանը շատ նպաստավոր դիրքից բարձր է հարվածում Համլետ Մանուկյան անցավ փոխանցումը Դերմենջյան մի փոքր բարձր էր Ավակյան փակում է Դոլոտովը
Գալստյան 1.5 րոպե նախքան հիմնական ժամանակի ավարտը 7-1 առաջին կեսում 5-2 երկրորդ կեսում երկու դեպքում էլ բնականաբար Յունիսպորտի օգտին եւ ընդհանուր առմամբ 12-3 հաշվով է հաղթում Ալեքսանդր Դիբրևնինի գլխավորած թիմը Փոխանցումը Դերմենջյանի համար մի փոքր ուժեղ է Համլետ Մանուկյանի կատարեց փոխանցումը մեծ արագ վերադարձնում է գնդակը Յունիսպորտը Սամսոնյան Խաչատրյան Գալստյան խելում է գնդակը Ալեքս Մանուչարյանը Մանուչարյան և փրկեց դարպասապահ Արսեն Սամսոնյանի սեյվը տեսան քիչ առաջ Նարեկ Գալստյան Անկյունային է վաստակ լոգիկոնը վերջին ստանդարտներից մեկը միգուցե վերջին այսքան Ալեքս Դելիցյան Իրան Դերմենջյան Համլետ Մանուկյան Դերմենջյան և գոլը չի արձանագրվեց գոլը մեկ ակնթարթ ուշարված տեսանք 12-3 հաշվով հաղթում է այսօր Յունիսպորտը և հաղթում է երկրորդ խաղում անընդմեջ լոգիկոնին ու դուրս գալիս Հայաստանի առաջնության փլեյոֆի եզրափակիչ, որտեղ հանդիպելու է կամ Երևանին, կամ Սիևնին։ Այդ թիմերի միջև երրորդ խաղի արդյունքում կհասկանանք, որ մեկն է պայքարելու Յունիսպորտի հետ Հայաստանի չեմպիոն դառնալու համար։ Ավարտվում է մեր այսօրվա ուղիղ եթերների շարքը, նույնպես շնորհակալություն ուշադրության համար, իսկ խաղերի ընթացքին ձեզ օգնեց հետևել Սուրեն Մելիքի Մելիքսեթյանը կհանդիպենք։